Հանրապետական կուսակցությունը Հայաստանի Հանրապետության փրկության եւ անվտանգության ապահովման գործընթացներում իրատեսական ոչ իրատեսական չի նայում։ Մենք մեր պարտքը, մեր առաքելությունը, որպես Հայաստանում առաջին գրանցված հասարակական միավոր կատարում ենք։ Մենք չենք նայում կստացվի թե չի ստացվի ու նոր մեր պարտքը կատարում։ Մենք բոլորս 21 թվականին եւ մինչեւ այդ խոստացել ենք հեռացնել Փաշինյանին, մենք մեր խոստումը կատարելու համար ամեն ինչ անում ենք։ Ակնկալիքները հետեւյալն են. մենք հարթակ ենք տրամադրում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությանը Փաշինյանի հեռացման պրակտիկ իրագործելի ուղիների որոնման համար եւ վստահ եմ, որ դա այսօրվա լսումներից տեսանելի կլինի։ Այս պահին դիմացը տեղի ունենում հավաք, մեր քաղաքացիները արդեն ենք շարժման հրավերով մասնակցում են այդ հավաքին եւ ուղիղ եթերով հետևելու են լսումներին, տեսնելու են թե իրենց պահանջը, որտեղ իմպիչմենտի սկզբանե քաղաքացիների պահանջներ ինչպես է իրացվում, ինչ քայլեր են արվում դրա իրականություն դարձնելու համար։ Առանց փողոցային պայքարի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց տեղի ունենալ չի կարող, դա կարևորագույն բաղադրիչն է եւ բնականաբար, ինչպես տեսնում եք, նույնիսկ լսումների մակարդակում իրացվում է։ Իսկ իմպիչմենտից հետո ինչ ծրագրեր ունեք, օրինակ եթե եղավ իմպիչմենտ ու դուք եկաք։ Եթե տեսնեք մեր հայտարարության տեքստը, որի շուրջ այս լսումները հավաքված են, այնտեղ կետերով նշված է, որ ժամանակավոր կառավարությունը պիտի լուծի մի շարք խնդիրներ, այսինքն ապահովի անվտանգային որևէ վայրի վերումների բացառումը Հայաստանի Հանրապետության անվտանգության տեսանկյունից, ապահովի ժողովրդի, այսինքն ասեմ քաղաքացիների միջև ատելության մթնոլորտի վերացումը, ապահովի տնտեսական կայունությունը, ապահովի զինված ուժերի զարգացման գործընթացը համընթաց ու մի քանի կետ նշված է, դա հայտարարության մեջ կա։